Դե վարչապետի մասին ասել վարքի եւ խոսքի մեջ անհավասարակշիռ բաներ է թույլ տալիս, դա ասում է նշանակում է թե գրեթե ոչինչ չասել։ Ու սա նորություն չէ։ Հատկապես քաղաքական պատերազմական օրերին հիշում եք, հա, մի կես րոպեանոց ելույթ էր ունենում, ամբողջ ազգը կատված էր ստանում, հա, այսինքն այդ ներվային խիստ ռեակցիոն բան հասկանում եմ ես, որ ծանր դրության մեջ մարդիկ որոշակի վարք են դրսևորում, ինչը կարող է տագնապարուցել, խուճապարուցել առավել եւս, վախարուցել դրանից բխած բոլոր հետևանքներով ու ոչինչ կարող է մարդկանց չօգնել, չփրկել, բայց թե կներեք շատ պրիմիտիվ կլինի, եթե ասեմ, որ պետական պաշտոնյաները ինչքան բարձր այնքան լավ, իսկ ավելի լավ է բոլորը, պետական եւ համայնքային պաշտոնյաները պիտի ունենան բացարձակ ինքնատիրապետման կարողություն, բացարձակ, բացի հոգեբանական աֆեկտիվ վիճակներից, հա, երբ մարդը այդ պահին չի տիրապետում, մենակ վարչապետի մասին չէ խոսքը, արդեն չի տիրապետում ինքն իրեն եւ ռեակցիաները արդեն անկիտակցական են, դրանք հասկանալի են, հա, այդ դեպքերը կառավարելի չեն, բայց սեփական ոտով մտնել մետրոպոլիտեն, գնացքի մեջ սկսել մարդկանց հետ զրուցել, մեկ էլ ափերից դուրս գալ եւ այլն եւ այլն եւ այլն։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։